Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարոք կանխատեսումը աղեղնավոր նշանի համար։ Սիրելի ընկերներ, հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարոք կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարոք կանխատեսում, անհատական հորոսկոպ, ծննդյան քարտեզի վերլուծություն, ապա կարող եք գրել ինձ ինստագրամյան էջում անձնական նամակով։ Այսպիսով անցնենք մեր կանխատեսմանը, ամիսը մի փոքր լարված է լինելու ձեզ համար, կսկսվի շատ լարված, շատ աշխատանքով, շատ գործով, չափից շատ պարտականություններ, չափից շատ գործեր կվերցնենք ձեզ վրա, իհարկե դա ցանկալի չէ, թե ինչով պայմանավորված կլինի դա, ամեն մեկը մի ձևով կզգա, մեկի մոտ կենցաղում շատ կլինի աշխատանքը, մյուսի մոտ աշխատանքի վայրում, գուցե ինչ-որ կոլեգա օրինակ դուրս գա աշխատանքից կամ ինչ-ինչ պատճառներով չգա աշխատանքից, ստիպված լինեք նրա գործը ևս անել, կամ ուղղակի փորձեք օգնել ինչ-որ մեկին այդպիսով ձեր պարտականությունները շատացնեք, համենայն դեպս զգույշ եղեք, որ առողջական խնդիրների հայտ չգան։ Ինչ-որ կտրուկ փոփոխություն կլինի ձեր կյանքում, անսպասելի գուցե ճանապարհ գնաք կամ հյուր ընդունեք, կամ ինչ-որ նորություն, որը ձեզ համար այսպես շատ շոկային կլինի։ Նոր սկիզբ է սպասվում, այն կարող է պայմանավորված լինել ձեր երեխաների հետ կամ առհասարակ։ Համենայն դեպս, եթե պետք է նոր գործեր սկսեք ապրիլի 10-ից հետո, իսկ ընդհանրապես ավելի ցանկալի է ապրիլի 27-ից հետո, երբ արդեն հիմնական մոլորակները ուղընթաց լինեն եւ արդեն իրենց ազդեցությունը հետընթացի չունենան, այդ ժամանակահատվածից լավ է սկսել, բայց համենայն դեպս ինչ գործ որ սկսեք, ինչ նոր որոշում որ պետք է կայացնեք, զգույշ եղեք, ամեն ինչ լավ ծանրութեթև արեք։ Աշխատանքը ամսվա ընթացքում շատ է լինելու, հաճախորդները շատ են լինելու, եթե մինչ այս գնացել եք ինչ-որ դասընթացների, ապա այդ կերպով արդեն կարող եք գումար աշխատել։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի, ինչ-որ գումար գուցե կորցնեք, գուցե այն պայմանավորված լինի ուղղակի գումարի ավելի քիչ, ավելի շատ է գուցե ակնկալում, ավելի քիչ ստանաք կամ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ եւ ծախսեր կապված առողջության հետ, այնպես որ սիրելի ընկերներ եղեք շատ զգույշ, քանի որ թեման առողջության ձեզ համար այս ամսում կարևոր է ըստ քարտերի։ Նորալուսնի եւ լիալուսնի էներգիաների մասին խոսենք, առաջինը լիալուսին ենք ունենալու ամսի 13-ին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ մի կին է դուրս եկել, ով ծնված է ջրի տարերքի ներքո, դա է խեցգետին, ձկներ կամ կարիճ, ինչ-որ պարտություն է մտնելու, ինչ-որ որոշում է լինելու կապված այս կնոջ հետ, սա նա կարող է լինել թե ձեր շրջապատից, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը, թե ձեր կարող է լինել նոր ծանոթ, ինչ-որ կարծես հստակություն կմտնի այս կնոջ հետ կապված ձեր կյանք։ Եվ այսքանի որ սա լինելու է ձեր 11-րդ տանը, հնարավոր է որ այս կինը լինի ձեր ընկերուհին կամ ձեր ընկերական շրջապատից որևէ մեկը կամ ինչ-որ խմբակներ, որտեղ դուք հաճախում եք, այդ խմբակներից գուցե ինչ-որ մեկը լինի։ Եվ սիրելի ընկերներ, կունենանք նորալուսին ամսի 27-ին, մի 2 օր առաջ, մի 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կարող է ունենալ, այստեղ զգույշ եղեք, առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ, գուցե մի քանի օր չգնաք աշխատանքի, առողջության խնդրով պայմանավորված, լավ կլինի համենայն դեպս, որ այս ժամանակահատվածում մի քանի օրով գոնե հանգստանաք տանը, մնաք տանը կամ գուցե մեկնեք ինչ-որ միտեղ, քանի որ ռիսկ կա, որ առողջական խնդիր կարող է ի հայտ գալ, այնպես որ զգույշ եղեք առհասարակ ամսվա ընթացքում։ Այսքանը սիրելի աղեղնավորներ կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։